Մանազկերտի ճակատամարտում միայն քաջաբար մարտնչել են բյուզանդական զորքերի կազմում կռվող հայկական զորամասերը, բայց նրանք էլ իրենց քաջությամբ ու անձնազոհությամբ ի վիճակի չէին փոխելու կռվի ելքը։ Փոքրաթիվ էին միմյանց դեմ մարտնչող թշնամական զորքերի այդ օվկիանոսում։ Մեջբերենք նաև Կիրակոս Գանձակեցու վկայությունն այդ մասին։ Իր թագավորության 8-րդ տարում Դիուժենը մեծ զորքով գնաց Պարսկաստանի վրա պատերազմի։ Եկավ Մանազկերտ եւ գրավեց այն։ Այս լսելով բռնակալ Ալփ Արսլանը ընդառաջ դուրս եկավ։ Տեղի ունեցավ զորեղ ճակատամարտ։ Դիուժենը պարտվեց եւ նրա կողմից բռնվեց, բայց Ալփ Արսլանը հարկ դնելով նրա վրա բաց թողեց։ Իսկ նրա ազգը բյուզանդացիները չհնազանդեց իրեն, այն թագավորեցրեց Դուկիծի որդի Միխայելին։ Միխայելը կրկին պատերազմներով ջարդեց Դիուժենին, իսկ զորքը նրան քուրց հանգցնելով բերեց Միխայել թագավորի մոտ։ Կայսեր հրամանով ճանապարհին նրա աչքերը փորեցին եւ կսկծից 521 թվականին մեռավ։ Ամբողջական հաղորդումը դիտեք Զինքի YouTube-յան ալիքում։